Տվյալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ձեզ տալիս ընդամենը 1 դրամով։ Մանրամասները Ideal System.am Մարտի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա գնելն է, ով անծանոթ անձանց կողմից է դանակահարվել։ Մարտի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Հրանտը եւ 25-ամյա Գևորգը գտնվում են Արտաշատ քաղաքի Աուրա գիշերային ակումբի դիմաց, որտեղ վիճաբանում են անվտանգության աշխատակից Ոմեն Հովոյի հետ եւ Հրանտն իր մոտ ապօրինի պահում է հրազեն։ Գևորգը եւ Հրանտը նշված վայրից ձերբակալվել եւ Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տարվել են բաժին։ Մարտի 12-ին Մուրացան համալսարանական հիվանդանոց հրազենային վնասումով տեղափոխվել է 13 տարեկան տղա։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ պարզելու դեպքի մանրամասները։ Մարտի 6-ին ոստիկանության Արավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 12-ի սահմաններում Ավան վարչական շրջանից դպրոցներից մեկից 7-րդ դասանի դասասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել աշակերտների միջև։ Վիճաբանության ժամանակ աշակերտներ, Երևանի բնակիչներ 12-ամյա Հ.Ան, 12-ամյա Ա.Վ.-ն ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ 13-ամյա Ս.Զ.-ի դեմքին ու մարմնի տարբեր մասերին պատճառելով ֆիզիկական ցավ։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Մարտի 5-ին ոստիկանության բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15 կոտորակ 8 հասցեում գտնվող Սայադյան ընկերության մանկապարտեզից արգրավված տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ժամը 16:10-ի սահմաններում միջին խմբի դաստիարակ Սիլվին մոտենալով սաներից ՍՀ-ին բռնում է հագուստի գլխարկի շրջանից, բարձրացնում աթոռից եւ ձեռքով հարկադրաբար նստեցնում գետնին, որից հետո երեխայի ձեռքից վերցնելով բարձրացնում է վերև եւ նույն գործողությունը կատարում մի քանի անգամ, մինչեւ երեխան գետնից հավաքում է մատիտները։ Տեսագրությունում երևում է նաև, որ նույն օրը ժամը 16:45-ի սահմաններում Սիլվին մոտենում է աթոռին նստած սաներից ՄՊ-ին, ով ընկնում է գետնին, որից հետո ձեռքից քաշելով բարձրացնում է երեխային եւ մեկ անգամ ձեռքով հարվածում դեմքին, իսկ ինչ անց Սիլվին մեկ անգամ հարվածում է նաև սաներից ԴԶ-ի դեմքին։ Մարտի 12-ին բնակարանային գողություն կատարելու պահին Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ ձերբակալվել է 40-ամյա մի տղամարդ։ Նա մարտի 4-ից հետախուզվում էր։ Մարտի 12-ին Տավուշի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Աճարկուտ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը տանը ապօրինի պահում է հրազեն։ Առանձնատան պատշգամբում գտնվող բազմոցի հետևում զննությամբ հայտնաբերվել է տոս տեսակի առանց գործարանային համարի ակոսափող հրազեն 7 փամփուշտով։ Ըստ երիտասարդի հանգուցյալ պապին պատկանող հրազենը գտել է մոտ 2 ամիս առաջ տանիքում։ Մարտի 12-ին Արթիկ քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որ ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Նրանք հայտնաբերել են ներնետված փաթեթը, որում արկա է եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, Wi-Fi սարք ու լիցքավորման լար։ Մարտի 12-ին ահազանգ է ստացվել, որ Արզնի հեկի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել։ Փրկարարները ճնշման ավազանից մոտ 4 մետր դուրս են բերել դին ու մոտեցրել շտապօգնության մեքենային։ Մարտի 12-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Nissan եւ Ford Focus մագնիսի ավտոմեքենաները։ 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մարտի 12-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում շինություն է այրվում։ Հրդեհը բռնկվել է խորդանոցում։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել ապամարել են հրդեհը։ Փետրվարի 13-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթնովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր 10-ամյա տղային հեռացել է։ Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հսկող սարքի տեսագրությունը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնականon ապօրինի մուտք գործելուն եւ կողության փորձին մասնակցել է 2 անձ։ Նրանցից մեկը 27-ամյա երիտասարդը փետրվարի 27-ին Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել, կողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Իրավապահները շարունակում են միջոցառումները մյուս կասկածյալ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ Անմիջապես նշված հասցե մեկնեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Զանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել եւ պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդն իրավապահներին է հանձնել նռնակները։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին ժամը 19-ին Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված ԳԱԶ-24 ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում ինքնաձիգ։ 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 12 լորազեպամ ու 2 սկոպրիլ տեսակի դեղահապ, 2 ներարկիչ մուգ դարչնագույն եւ սպիտակ լուծույթներով, թմբուկավոր ատրճանակ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, պայթուցիչով նռնակ եւ ծալովի դանակներ։ Տղամարդը բեռնախցից ներկայացրել է ինքնաձիգ պայեստատուփեր լիցքավորված 56 փամփուշտով, իսկ մեքենայի սրահից ատրճանակի պայեստատուփ։ Նա հայտնել է, որ ատրճանակը պատրաստել է շուրջ 20 տարի առաջ, իսկ փամփուշտներից 5-ը պատրաստել է ինքը, նռնակը եւ պայթուցիչը հետը բերել է Լեռնային Ղարաբաղից, իսկ ինքնաձիգը, դրա պայեստատուփն ու փամփուշտները իրեն նվիրել է ընկերը։ Տղամարդիկ ներկայացվել են Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 64-ամյա տղամարդու տանը եւ քիչ շինություններում կատարվել է խուզարկություն։ Հայտնաբերվել է լորազեպամի 60 հապ, կանեփի սերմեր, դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ատրճանակի դետալներ, ողորկափող հրացանի փող եւ մասեր։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի օդանավակայանի երկրորդ թաղամասի մի բնակիչ տանը եւ կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ եւ տեղեկությունը հաստատվեց։ 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը եւ պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ 64-ամյա տղամարդու տանձնության ընթացքում խորդանոցում եւ ավտոտնակում հայտնաբերվեց պոլիէթիլենային եւ թղթե 29 փաթեթ, մարիխուանայի նմանվող 2 կիլոգրամ 173 գրամ ընդհանուր քաշով։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է, 3-ից 4 տարի առաջ հենց ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից եւ պահել անձնական օգտագործման համար։ Նախաքննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 12-ից 13-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 31, թմրանյութի հայտնաբերման 20, մարմնական վնասվածք պատճառելու 13, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 10-ական, հոգեկան ներգործության կեղծ փաստաթղթի 6-ական, սառը զենք կրելու 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու 3-ական, ինքնիրավչության, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, զենք զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, թմրանյութի մաքսանենգության, դատական ակտը չկատարելու, առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 13 հետախուզվող կամավոր ներկայացել 2-ը։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։